Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նիկոլա Նիկոլովին, հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Բուլղարիա գործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։ Միաժամանակ երկրի ղեկավարը կարևորել է Բուլղարիայի աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործակցության ամրապնդման գործում։ Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ Հայաստանը Հարավային Կովկասում Բուլղարիայի կարևոր գործընկերներից է և իր երկիրը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում կապերի հետևողական զարգացումը։ Միաժամանակ Նիկոլա Նիկոլովը հայտնել է Բուլղարիայի աջակցությունը կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծին։ Մի շարք հարցերի թվում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային գործակցությանը վերաբերող թեմաների։ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման ուղղված քայլերն ու դրանց կարևորությունը անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ գործակցության ձևաչափի երկրների արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների պատվիրակությանը։ Ներկաներն ընդգծել են, որ աջակցում են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղված ջանքերին։ Հանդիպման անդրադարձ է արվել նաև տարածաշրջանում ստեղծված վիճակին և դրա շրջանակում անվտանգային զարգացումներին։ Հայաստանի նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում։ Արդարադատության նախարարն է հայտարարել հասարակական խորհրդի առաջին նիստում։ Սրփուհի Գալյանը հրապարակման մասով ոչինչ չի ասել, նրա խոսքով մոտեցումը հետևյալն է. կենտրոնում մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, իսկ կառավարման գործող կարգից շեղում չկա։ Ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պարլամենտարիզմի մեջ է, բայց շատ մեծ փոփոխություններ են արել այն համատեքստում, որ փորձել են ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել, օրինակ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ազգային ժողովին վարչապետի գործունեության նկատմամբ եւ այլն, նշել է Սրփուհի Գալյանը։ Մոտեցումը հետևյալն է, որ կենտրոնում կրկին մարդն է, քաղաքացին, ժողովուրդը եւ շեղում կառավարման այս կարգից ըստ էության չկա, որովհետեւ այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պարլամենտարիզմի մեջ է, բայց մենք շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերը եւ բալանսավորել, օրինակ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ազգային ժողովին վարչապետի գործունեության նկատմամբ եւ այլն։ Մարդու իրավունքների համատեքստում առաջարկելու ենք, որ երրորդ գլխում զետեղված իրավունքները որպես երկրորդ սերնդի իրավունքներ այլևս չներկայացվեն, այլ դառնան հիմնական իրավունքներ, խոսքը սոցիալական ապահովության իրավունքի եւ առողջապահության իրավունքի մասին է, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է ավելի մեծ բեռ, ավելի մեծ պոզիտիվ պարտականություն ստանձնի այդ իրավունքների պաշտպանության համատեքստում։ Դատական իշխանության հետ կապված արդեն լսել եք երևի, որ երդվյալների ինստիտուտի հնարավորություն ենք նախատեսելու, իհարկե դեպքերը եւ կարգը երդվյալների մասնակցությամբ դատավարություններ իրականացնելու պետք է սահմանվի համապատասխան օրենքներով եւ նախատեսում ենք որպես սկզբունք նաեւ գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչը այսօր չկա դատախազական համակարգում, խիստ բրգաձևության զիջումը դեպի կոլեգիալություն, մասնավորապես բարձրագույն դատական խորհրդի օրինակով առաջարկելու ենք ստեղծել դատախազական խորհուրդ, որի անունը կլինի կամ բարձրագույն դատախազական խորհուրդ կամ գլխավոր դատախազական խորհուրդ եւ առաջարկում ենք իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնց դուք հստակ կծանոթանաք, երբ տեքստը հրապարակվի։ Մարդու իրավունքների պաշտպանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին որպես կոմիտեի Հայաստանի ներկայացուցիչ։ Նիստի ընթացքում կոմիտեն քննարկել եւ ընդունել է մի շարք երկրների իրականացված այցերի վերաբերյալ զեկույցներ։ Քննարկվել է ներգաղթի նպատակով պահման վայրերի եւ սոցիալական խնամքի հաստատությունների վերաբերյալ նոր չափանիշների նախագծերը։ Նիստի շրջանակում ներկայացվել
տարածվել են նաև կոմիտեի վերջին ամիսներին մի շարք երկրներում իրականացված այցերի վերաբերյալ բանավոր հաշվետվություններ, ինչպես նաև քննարկվել են բարձր մակարդակի հանդիպումների արդյունքները և ապագա այցերի ու հանդիպումների ծրագրերը։ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը մտահոգիչ հայտարարություն է արել հրապարակելով Վարդանյանի ձայնային հաղորդագրություն ուղղված Ադրբեջանի օմբուդսմենին։ Լսվում է, թե ինչպես են Վարդանյանին ընդհատում, մտահոգիչ է նաև այն, որ դատավճիռների հրապարակումից մեկ ամիս անց Բաքվում պահվող հայ գերիները դեռ չեն ստացել դատավճիռների տեքստերը ոչ մի լեզվով։ Ըստ իրավապաշտպանների, սա կարող է զրկել նրանց անգամ դրանք բողոքարկելու հնարավորությունից։ Նշեմ, որ հայ գերիներին հասանելիություն ունեցող միջազգային մարդասիրական միակ կառույցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2025-ի սեպտեմբերի 3-ից Ադրբեջանի կառավարության պահանջով դադարեցրել է գործունեությունն այնտեղ։ Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազանգերը կապի պահպանված միակ միջոցը կարող են դադարեցվել, ասված է Վարդանյանի ընտանիքի հայտարարության մեջ։ Շարունակենք կլինիկական մահ ախտորոշման Արաբկիր բուժկենտրոն տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կատարելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում 1 մարդ ձերբակալվել է։ Լրատվամիջոցների տեղեկություններով երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։ Հիշեցնեմ, երեխան բուժկենտրոն էր տեղափոխվել կեսգիշերն անց Շամշյանի տեղեկությամբ բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխայի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է։ Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից։ Ամուսինները բռնություն գործադրելու սպառնալիքով անձին հարկադրել են ազգային ժողովի ընտրություններին ընտրել Մերձևովի թեկնածուին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Գազպրոմ Արմենիայի աշխատակից ՎԿ-ն եւ նրա կինը ՎԴ-ն ժամանելով ԱՀ-ի բնակարան ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական եւ միասնական դիտավորությամբ տան Բաքում խոսակցության ժամանակ խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները ԱՀ-ի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գույքը վնասելու ոչնչացնելու սպառնալիք հնչեցնելով հարկադրել են անձնագրով ժամանել Տաշիր համայնքում գործող Մերձևովի գրասենյակ, հաշվառվել որպես նշված կուսակցության անդամ, իսկ առաջիկա ընտրություններում հունիսի 7-ին ընտրել իրենց թեկնածուին, այլապես կպայթեցնեն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար։ ՎԿ-ի եւ ՎԴ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ամուսնու նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, կնոջ նկատմամբ բացակայելու արգելքը, գրավն ու վարչական հսկողությունը, քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Հեծը պարզաբանում է ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան եւ գրասենյակի հոսանքազրկման առնչությամբ։ Ընկերությունը հայտնում է, որ մարտի 15-ին ժամը 13:05-ին Երևանի հիդրոէլեկտրակայանի 6 կիլովատ փակ բաշխից սարքավորումների բջիջն անջատվել է, որով պայմանավորված կատարվել են մատակարարման սխեմայի փոխակերպումներ։ Անջատման պատճառ է դարձել այն, որ Յուվենտուս ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը առանց հեծի հետ համաձայնեցման ապամոնտաժել եւ քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից ակադեմիային պատկանող շինությունը, վնասելով հեծի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերն ու տանիքը։ Արդյունքում հորդառատ անձրևների ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել սարքավորումներն ու սնող մալուխագիծը, նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանաձև սխեմայի 4 ենթակայաններ, իրենց ցածր լարման սարքավորումներով եւ մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման։ Ընկերության մալուխներ եւ սարքավորումներ վերականգնող բրիգադներն անմիջապես անցել են վերանորոգման աշխատանքների, ավարտելով աշխատանքներն այսօր վաղ առավոտյան։ Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար, նշել են հեծից։ Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ու գիծ տեսանյութ հրապարակել։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ մի լուրով կիսվել ձեր հետ։ Երևի կհիշեք, անցյալ տարվա վերջում ընդունեցինք մի ծրագիր Ղարաբաղի մեր հայրենակիցների համար, որը ինքնազբաղվածության ծրագիր էր կոչվում, եւ հիմա մենք փաստորեն անցնում ենք այդ ծրագրի իրականացման փուլին եւ ես ուզում եմ հայտարարել դրա մասին ու նաեւ ցույց տալ, թե ինչպես է դա պետք անել։ Իհարկե մենք հետագայում ավելի մանրամասն ուղեցույց կդնենք մեր կայքերում, բայց որպեսզի ինտերակտիվ լինի,
դա ուզում եմ ցույց տալ, ուզում եմ հիշեցնել խոսքը ուսուցման, բիզնես ուղեկցման եւ կապիտալ փոքրիկ կարելի ասել մինչեւ 2 միլիոն դրամ կապիտալ ներդրման մասն է, որ փոքրիկ ձեռնարկություններ ստեղծվեն մեր հայրենակիցների կողմից։ Ծրագրից կարող են օգտվել միայն բնակարանային ապահովման ծրագրի մեր շահառուները, իհարկե նորից մանրամասները կհրապարակենք, բայց որպեսզի շատ կարճ ասեմ, սրա մասին է ծրագիրը։ Ուրեմն ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել մեր աշխատանքային հարթակ, որը կոչվում է eWork AM, որը հասանելի հայերեն լեզվով կայք է, մուտք գործել, նշել, ես իհարկե ունեմ արդեն օգտահաշիվ, դրա համար ինձ համար հեշտ է դա անելը, եւ մուտք գործելուց հետո, երբ որ արդեն երևում է տվյալները, զբաղվածության ծրագրեր եւ դիմումներ բաժնից պետք է սեղմել ԼՂ տեղանված անձանց ինքնազբաղության խթանման ծրագիր կոճակը եւ այստեղից արդեն դիմել կոճակը, բայց մինչեւ դա անհրաժեշտ է անպայման լրացնել այս կարիքների գնահատման հարցաթերթիկը, որտեղ հարցեր է տրվում շահառուի վերաբերյալ, սա ընդհանրապես մեզ պետք է ապագայում պրոֆիլավորելու մեր քաղաքացիներին եւ դրանից հետո արդեն գրանցում է տեղի ունենում շահառուի եւ այդ գրանցումից հետո մենք ցանկերը հավաքում ենք ու արդեն փոխանցում ենք այն կազմակերպություններին, որոնք հրապարակային օֆերտայի հիման վրա պետք է զբաղվեն ուսուցմամբ, բիզնես ուղեկցմամբ եւ նաեւ բիզնես ծրագրի գրելով, որի արդյունքում էլ այդ կապիտալ ներդրումը պետք է արվի այդ ծրագրի մեջ, հետևեք մեր պաշտոնական լրահոսին, որից նորից ավելի մանրամասն կիմանաք, բայց շատ ամփոփ արդեն կարող եք այս իմ ասած տեղեկատվությամբ գրանցվել ծրագրի համար, եթե բավարարում եք ծրագրի չափանիշներին։ Երևանի օդը հիմա ավելի մաքուր է, չնայած շինարարությանն ու մեքենաներին, Տիգրան Ավինյանն է հայտարարել գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Քաղաքապետն ասել է, որ Երևանում օդի որակը նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում մեծամասամբ պայմանավորված է մթնոլորտային շերտի մթնոլորտային առանցտաղի բարձրությամբ։ Իսկ արդեն այս սեզոններին, երբ օրերը տաքանում են, այդ երևույթները վերանում են։ Մեր մթնոլորտային շերտը բարձրանում է ու այն աղտոտման մակարդակը, որ կար նոյեմբերին, այլևս չենք տեսնում, ասել է նա։ Այս տարի, պարոն քաղաքապետը, փետրվար ամսի ցուցանիշները ավելի ցածր են աղտոտվածության ցուցանիշները կամ նախորդ տարի եւ ըստ երևույթին դա եղանակային պայմաններով, օդերուտաբանական ընդհանուր պայմաններով պայմանավորված ցուցանիշների նվազում էր։ Պարոն Ավետիսյան, փետրվար ամսին կարող է բոլոր ավտոմեքենաները կանգնեցին եւ Երևանը դարձավ մի մեծ անտառ, որ տենց բարելավվեց մեր օդի որակը։ Սա ցույց է տալիս շինարարությունը կանգնեց, մենք էլ չէինք շնչում։ Այս ամենը փաստում է եւս մեկ անգամ, որ մարտացին աղտոտման աղբյուրները շատ փոքր դեր ունեն ընդհանուր գլոբալ պատճառների մեջ։ Սիրելի երևանցիներ, Երևան քաղաքում օդի որակը, ինչպես նաև ամբողջ Արարատյան գոգավորությունում, օդի որակը նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում մեծամասամբ պայմանավորված է մեր մթնոլորտային շերտի, մթնոլորտային առաստաղի բարձրությամբ, այսինքն սա ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է, որը որ հենց այդ շրջանում մեր մթնոլորտային շերտը իջնում է 1200-ից 1200 մետրից մինչև 80-100 մետր եւ փաստացի բոլոր աղտոտումները, որոնք որ արկա են եղել այդ 1200 մետրի վրա, խտացնում են 80 եւ 100 մետրի վրա եւ սա տեղի ունենում ոչ միայն Երևանում, սա տեղի ունենում ամբողջ Արարատյան դաշտավայրում, Վեդիում, Արտաշատում, Թուրքիայի տարածքներում եւ պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով եւ բնակլիմայական պայմաններով։ Երևանի քաղաքապետարանը իր հերթին այնուամենայնիվ ձեռքերը ծալած չի նստում եւ տալիս է տվյալներ, բաց տվյալներ Երևան քաղաքում օդի որակի վերաբերյալ
եւ տալիս է նաեւ կանխատեսումներ, թե ինչպիսին կլինի օդի որակը վաղը չէ մյուս օրը եւ մեկ շաբաթ հետո, որպեսզի դուք իմանաք Երևան քաղաքում բնակլիմայական պայմաններով պայմանավորված օդի պոտենցիալ վատ թարացումների մասին, իսկ արդեն այս սեզոններին, երբ որ օրերը մի փոքր ավելի տաքանում են, այդ երևույթները վերանում են, մեր մթնոլորտային շերտը բարձրանում է 1200-ից մինչև 2000 մետր բարձրության, եւ այն աղտոտման մակարդակը, որ մենք տեսանք նոյեմբերին կամ դեկտեմբերին, այլևս չենք տեսնում։ Չնայած որ Երևան քաղաքում ամենաակտիվ շինարարության, ավտոմեքենաների շարժի, մարդկանց շարժի, չգիտեմ, բոլոր տեսակի մարդածին հնարավոր աղտոտումների ավելի ակտիվ սեզոն է։ Եվ սա եւս մեկ անգամ գալիս է ասելու, որ սիրելի երևանցիներ, խնդրում եմ ուղղակի փորձեք լսել այն փաստահեն տվյալները, որոնք որ ներկայացնում ենք մենք, որոնք որ ներկայացնում են տարբեր գիտական ինստիտուտներ։ Նախորդ տարի 83 շուն է որդեգրվել կենդանիների խնամքի կենտրոնի տնօրենն է զեկուցել 2025-ի գործունեության արդյունքները։ Քաղաքապետն ասել է, որ շներից մեկին իրենք են որդեգրել, բայց խնդրել է այլևս իր կնոջը շուն չտալ, տանը տեղ չկա։ Նախաձեռնվել է եւ արդեն այս տարի կունենանք շահգործման կհանձնենք Հայաստանում եւ Երևանում առաջին կացանը նախատեսված ընտանիք կենդանիների համար։ Ձեր թույլտվությամբ ես հաջորդ շաբաթ արդեն գրաֆիկական տարբերակով կներկայացնեմ նախագիծը եւ ավելի մանրամասն կներկայացնեմ թե ինչի համար է այս կացարանը եւ ինչ եւ վերջնարդյունքը ինչ կլինի։ Այս ամենով հանդերձ կուզենամ նաև նշել, որ տարվա ընթացքում կշարունակվեն միջոցառումները, ինչպես խոստացել ենք նախկինում խնամքի օրերի, որտեղ մարդիկ պարբերաբար կարողանում են գալ կենտրոն, մասնակցել կենդանիների խնամքին, ստանալ իրենց ուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև այս տարի նախաձեռնել ենք մեծածավալ հանրային միջոցառում իրականացնել, որը կլինի արդեն կազմակերպության տարածքից դուրս։ Հաշվի առնելով նախորդ ձեր հանձնարարականը, այսուհետ ամեն ամիս կլինի զեկույց նախորդ ամսվա կատարած աշխատանքի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան, շատ գովելի է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկին մենք ենք որդեգրել, բայց պարոն Առաքելյան, շատ եմ խնդրում այլևս կնոջը շուն չտալ, մեր տանը էլ տեղ չկա, երեքն են նրանք արդեն։ Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Սելավատարերի խցանման պատճառով տեղացած անձրևը Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց կամրջի տակ երթևեկելի երկկողմանի հատվածներում ստեղծել է արհեստական լճակ։ Համացանցում օգտատերերը բազմաթիվ տեսանյութեր են տարածել։ Վարորդները կորցրել են մեքենաների համարանիշները։ Քաղաքացիներն ու պարեկները դուրս են բերել 30-ից ավելի մեքենա, հայտնաբերել են 20-ից ավելի մեքենաների համարանիշներ։ Մեկնարկել է փողի միջազգային շաբաթ իրազեկման արշավը։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը մանրամասնել է, ինչ է ենթադրում արշավը, որին միացել է մոտ 100 երկիր։ Արաքս Մանուչարյանը ներկայացրել է միջոցառումների ցանկն ու վայրը, նշել, որ բազմաթիվ բանախոսություններ, մրցույթներ ու փորձի փոխանակման ծրագրեր են նախատեսված։ Արշավի նպատակն այն է, որ մարդիկ կարողանան ավելի լավ կառավարել սեփական ֆինանսներն ու հնարավորին չափ զերծ մնալ զեղծարարություններից։ Առանց խնայողությունների չկա ֆինանսական բարեկեցություն։ Ֆինանսապես բարեկեցիկ լինելու համար պետք է անպայման ունենանք անվտանգության բարձիկ կոչեցյալը, որը ձեր եկամուտների գոնե քառապատիկն է մեկ ամսվա, օրինակ եթե կամ ծախսերի, եթե օրինակ ամսական կտրվածքով ծախսում եք միջինում 150,000 դրամ, գոնե 600,000 դրամ պետք է ունենաք մի կողմ դրած գումար, որը ձեզ կօգնի չնախատեսված իրավիճակներում, եւ առողջական, եւ աշխատանքային կորուստ եւ այլն։ Սա ձեր անձնական ֆինանսների կառավարման ամենաառաջին քայլերը պետք է լինեն։ Դրա մասին ենք խոսում։ Խոսում ենք նաև իհարկե խնայողություններով երազանքներ իրականացնելու մասին, դա էլ կա, եւ խնայողությունները տեղաբաշխելու մասին, օրինակ ինչպես կարող եք տեղաբաշխել ձեր խնայողությունները ավանդներում, պարտատոմսերում, խոսում են նաև կրիպտոակտիվների մասին, դրանց ռիսկերի հնարավորությունների մասին, խոսում ենք պարտատոմսերի եւ այլ հնարավոր խնայողությունների եղանակների մասին։ Իրականում խարտախությունները արդեն 5 տարուց ավել
կիզակետում են գտնվում անձնական ֆինանսների կառավարման, դա եւս առաջին քայլերից է, ինչպես կարողանաք անվտանգ պահել ձեր ֆինանսական աշխարհը։ Այո, մեզ միացողները եւ պատմում են իրենց ստեղծարարությունների դեպքերը եւ մեզնից լսում են նոր դեպքեր, որոնց մասին տեղյակ չէին, բայց ամենակարևորը կուզեմ մեզ լսողներին ասել, որ խարդախությունների տեսակները մեծ հաշվով գրեթե նույնն են արդեն 4-5 տարի։ Նոր բան մեծ հաշվով չի հորինվում, միայն ձևերն են տարբերվում։ Եղանակները, զանգելու դեպքում ասած նախադասությունները, լեզուն, մեջբերումները, բայց մեծ հաշվով զեղծարարության էությունը չի փոխվում արդեն մի քանի տարի եւ եթե նրանք իմանան, թե որ տվյալներն են, որ պետք չէ փոխանցել ուրիշներին եւ ինչից զգուշ լինել, նրանք կարող են ցանկացած նոր տիպի զեղծարարություն նշмарել եւ զգուշ լինել դրանց պարագայում։ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կենտրոնացած են Պարսից ծոցի ռազմավարական հանգույցներով նավթ եւ բնական գազ տեղափոխող լցանավերի համար Իրանից բխող սպառնալիքների չեզոքացման վրա։ Մենք կշարունակենք արագ թույլատնել Հորմուզի նեղուցում եւ դրա շրջակայքում նավագնացության ազատությանը սպառնալու Իրանի կարողությունը X-ում հրապարակված տեսանյութում հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Կուպերը։ Իրանի շուրջ զարգացումների ու աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեսաշարով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկելով իրադրությունը Մերձավոր Արևելքում։ Այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունում։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը եւ Հորմուզի նեղուցի վերաբացման կարեւորությունը, վերջ տալու համաշխարհային նավագնացության խափանումներին, որոնք ամբողջ աշխարհում գների աճի պատճառ են դարձել, ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարությունում։ Սթարմերը նաև ցավակցություն է հայտնել հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների համար։ Հեռախոսազրույցի մասին Սպիտակ տունը որևէ հայտարարություն չի արել։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորության թագաժառանգ եւ վարչապետ Մուհամմադ բին Սալման բին Աբդալ-Ազիզ Ալ Սաուդի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի երկրների դեմ Իրանի գործողություններին, ընդգծելով, որ դրանք խախտում են նրանց ինքնիշխանությունը, միջազգային կոնվենցիաները եւ նորմերը։ Երկու կողմերն էլ ընդգծել են ռազմական սրացման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, քանի որ այն սպառնալիք է տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի կայունության եւ անվտանգության համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանի հետ, որի ընթացքում Իրանին կոչ է արել դադարեցնել հարվածները Մերձավոր Արևելքի երկրների ուղղությամբ։ Ես հենց նոր խոսեցի Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանի հետ։ Ես նրան կոչ արեցի անհապաղ վերջ դնել անընդունելի հարձակումներին, որոնք Իրանն իրականացնում է տարածաշրջանի երկրների դեմ, ինչպես ուղղակիորեն, այնպես էլ իր միջնորդների միջոցով, այդ թվում Լիբանանում եւ Իրաքում, գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի իր էջում։ Մակրոնը նաև կոչ է արել հնարավորինս շուտ վերականգնել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կարծում է, որ Իսրայելին պետք է պատժել Թեհրանում կատարած բնապահպանական հանցագործությունների համար։ Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարը գրել է X-ի իր էջում։ Իսրայելի կողմից Թեհրանում վառելիքի պահեստների ռմբակոծումը միջազգային իրավունքի խախտում է եւ համարվում է էկոցիդ, նշել է Արաղչին։ Նա հավելել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով բնակիչների համար առաջանում է առողջության համար երկարաժամկետ վնաս, իսկ հողի եւ գրունտային ջրերի աղտոտումը կարող է հետևանքներ ունենալ, որոնք կզգացվեն սերունդներ շարունակ, հավելել է Աբաս Արաղչին։ Եվրամիության դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեփ Բորելը խիստ քննադատության է ենթարկել Եվրոպական բլոկի ներկայիս ղեկավարությանը, այդ թվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ իր հաջորդին Կայա Կալասին, մատնանշելով, որ Բրյուսելը բավարար քայլեր չի ձեռնարկել միջազգային իրավունքի պաշտպանության համար, ԱՄՆ-ի եւ Իսրայելի Իրանի դեմ ագրեսիայի մեկնարկից հետո։
Այս պատերազմն անօրինական է համաձայն միջազգային իրավունքի։ Մենք տառապում ենք էներգակիրների գների բարձրացման հետևանքներից, մինչդեռ Թրամփը չարախնդում է, թե դա լավ է ԱՄՆ-ի համար, քանի որ նրանք նավթ արտահանողներ են, հայտարարել է Բորելը։ Բորելը Եվրահանձնաժողովի ղեկավարին մեղադրել է նաև հօգուտ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համակարգված կողմնակալության մեջ։ Արաբական պետությունների լիգան ուսումնասիրում է համաարաբական զորակազմի ստեղծման գաղափարը։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին։ Մենք արաբական պետությունների լիգայում ուսումնասիրում ենք այս հարցը եւ պատրաստ ենք այն կրկին քննարկման դնել հաջորդ նիստում, ընդգծել է Հուսամ Զաքին։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ ընդհանուր ռազմական ուժերի ստեղծման մասին խոսակցությունները վերսկսվել են Պարսից ծոցի երկրների տարածքին Իրանի շարունակական հարվածներից հետո։ Յուրաքանչյուր արաբական պետություն ունի օրինական իրավունք պատասխանելու ագրեսիային այնպես, ինչպես համարում են նպատակահարմար եւ իրեն հարմար ժամանակ։ Իսկ արաբական պետությունների լիգան լիովին պաշտպանում է այդ իրավունքը, հավելել է Հուսամ Զաքին։ Իրանի Թեհրան նահանգում ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով շարքից դուրս է եկել շտապօգնության առնվազն 22 կայան։ Ոչնչացվել է շտապօգնության 21 մեքենա։ Թեհրանի շտապօգնության ծառայության ղեկավարը հայտնել է, որ ավելի քան 500 մարդ զոհվել է, 5700-ը վիրավորվել Թեհրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով էլ երկրի տարբեր շրջանների ռմբակոծությունների հետևանքով Իրանում ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է 54550 միավոր բնակարան։ Իսրայելական բանակն էլ հայտնել է, որ գիշերը Թեհրանում ոչնչացրել է Իրանի գերագույն առաջնորդին պատկանող օդանավը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը Վլադիմիր Զելենսկուն գնալ գործարքի հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողների այն հարցին, թե Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացը իբրև սառեցվել է այն պատճառով, որ Թրամփը կորցրել է հետաքրքրությունը դրա նկատմամբ, Պեսկովը պատասխանել է, որ դատելով հայտարարություններից նախագահ Թրամփը ոչ մի հետաքրքրություն չի կորցրել։ Ավելին նա համառորեն խորհուրդ է տալիս նախագահ Զելենսկուն գնալ գործարքի, եւ այդ հայտարարություններից հետևում է, որ հենց ուկրաինական կողմն է բանակցային գործընթացի հիմնական արգելքը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զարմացած է ուկրաինական կարգավորման համար գործարք կնքելու հարցում Կիևյան վարչակարգի ղեկավարի դժկամությունից։ Ինչպես նշել է ամերիկյան առաջնորդը, Զելենսկու հետ շատ ավելի դժվար է գործարք կնքել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ եղանակային կանխատեսումները հուսադրող են։ Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը 3-ը։ Բարև սիրելի հայրենակիցներ, Հայաստանում գործում է միջերկրական ծովից ներթափանցած հզոր ցիկլոնը վերջին 2 օրերին Հայաստանի առանձին հատվածներում, մասնավորապես Ամբերդի հատվածում թափվել է ամսական նորմայի կրկնապատիկի չափ տեղումների քանակը կազմել է 107 մմ, իսկ եթե համեմատենք Երևանի ամսական նորմայի հետ, թափվել է Երևանի մարտ ամսվա ամսական նորմայի մոտ եռապատիկը, որը շատ մեծ քանակություն է։ Այսօր ողջ օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են։ Լուսադեմից սկսած երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն եւ մարտի 17-ից ցերեկը 18-ին, 19-ին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, կլինեն հրաշալի գարնանային օրեր, օդի ջերմաստիճան այսօր ցերեկվանից սկսած աստիճանաբար կսկսի բարձրանալ եւ մարտի 16-ից 18 նկատ ժամանակահատվածում ցերեկային ժամերին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 6 աստիճանով եւ արդեն կարող ենք արձանագրել, որ հանրապետության օդային եւ նախալեռնային շրջաններում գարունը եկել է։ Մարտի 19-ին ուշ երեկոյան ժամերին եւ մարտի 20-ին Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը կրկին միջերկրական ծովի շրջաններից, այնպես որ մարտի 19-ին ուշ երեկոյան եւ մարտի 20-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կվերսկսվեն, լեռնային շրջաններում կրկին ձյուն կտեղա, իսկ հովտային եւ նախալեռնային շրջաններում սպասվում է անձրև։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։